Հանրապետության մոտ 1 տասնյակ բուհերի պատասխանատուների և ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել ստեղծագործական խմբերի միջոցով մագիստրոսական թեզերի իրականացման հեռանկարները Բոլոնյան գործընթացի համատեքստում առաջին գիտաժողովը, որի քննարկումների արդյունքում ընդունվել է բանաձև։ Ըստ այդմ կարևորվել է միջամբիոնային և միջֆակուլտետային գիտակրթական համալիր ծրագրերի, այդ թվում մագիստրոսական թեզերի խմբային մշակման և իրականացման անհրաժեշտությունը։ Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով այս մոտեցումը նորույթ չէ, այն լավ մոռացված հինն է, որը թույլ կտա ուսանողներին նախ արդյունավետ աշխատել բուհերի լավագույն մագիստրոսների հետ ամբողջական գաղափար կազմելով նախագծման կամ արտադրական գործընթացի վերաբերյալ, երկրորդ՝ խուսափել դիպլոմային աշխատանքների բազմաթիվ արտագրված պաշտպանությունից։ Բուհերի պատասխանատուները նաև բանաձևել են, որ ստեղծագործական խմբեր կազմավորելիս, հատկապես մագիստրատուրայում, անհրաժեշտ է ներգրավել ոչ միայն տարբեր բուհերից մասնագետներ, այլև արտասահմանից, լուծելով դիվերսիֆիկացիայի և ուսանողներին լրացուցիչ հմտություններ ձեռք բերելու հնարավորության խնդիրները։ Սա փորձարկման սկիզբ է և մենք սեպտեմբերին արդեն պոլիտեխնիկում կունենանք այսպիսի խմբեր, իմաստը նա է, որպեսզի դիպլոմային աշխատանքները, մագիստրոսական թեզերը ավելի ճիշտ, ընտրվեն հանրապետության համար կարևորագույն նշանակություն ունեն օբյեկտների վրա, ասենք ատոմակայան, ինչ-որ լուրջ հիդրոկայաններ, կամ ասենք նայրետի գործարան և այլը, որտեղ ուսանողները կարողանան նաև հետազոտական աշխատանք կատարել և խմբերի մեջ կգտնվեն ոչ թե տվյալ մասնագիտությամբ 1 կամ 2 մագիստրոս, այլ հարակից մասնագիտությամբ մագիստրանտներ, որոնք բոլորով կանեն այդ թեման 2 տարի։ Սա ապագան է մագիստրոսական թեզերի պաշտպանության, այսպիսով նաև հնարավորություն կստեղծվի մոդայիկ ամբիոններից որոշակի ժամանակներ տեղափոխելու կարևորագույն մասնագիտության ամբիոններ, որոնք մոդայիկ չեն։